Մեր երկրի բնակչությունը, հատկապես վերջին տարիներին, հայտնվել է սննդային անվտանգության այսպես կոչված ռիսկային գոտում։ Ճիշտ է, ունենք սննդային անվտանգության մասին օրենք, բայց եւ այնպես ասել, թե խնդրի խստությունը բացակայում է հատկապես գյուղմթերքների հարցում, սխալված կլինենք։ Այսօր ցավոք մեր շուկաներում հայտնվում է մեր առողջության համար հույժ կարևոր այնպիսի սննդամթերք, որոնց որակի մեջ միանշանակ համոզված չենք կարող լինել։ Այդպիսի մթերքներից են ձուն, կաթնամթերքը եւ առաջին հերթին միսը։ Մի բան պարզ է, սննդային ապահովման գործում կարևոր առաքելություն ունի անասնաբուժ մասնագետը։ Մինչդեռ այսօր մեր երկրում այլ իրավիճակ է ստեղծվել։ Խանութներում հայտնվում են կասկածելի որակ ունեցող մսամթերք։ Վերջերս Հանրապետության անասնաբուժերի հետ կայացած խորհրդակցության ժամանակ այս երևույթը աններելի գնահատեց ԼՂ գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը։ Այսօր մեր մսի վաճառքի խանութներում մի շատ ոչ հաջող իրավիճակ է տիրում, այսինքն այստեղ նաև ձեր աշխատանքն է կարևոր։ Անասունները, որ վաճառում են, պետք է պարտադիր ունենան անասնաբուժի կողմից տրված տեղեկանքը, սա մեզ օգնելու է։ Հիվանդ այդ անասունը, որ մորթի է ենթարկվել եւ այլ, պետք է լաբորատորիայի կողմից աշխատանքները ճիշտ կազմակերպեն, հիմնականում Ստեփանակերտ քաղաքում, Ստեփանակերտի անասնաբուժական կայանը լուրջ աշխատանքներ պիտի իրականացնի եւ մենք ըստ սահմանված գրաֆիկի, որ առաջիկայում կհաստատվի, պարբերաբար պետք է հսկողություն իրականացվի մեր մսի վաճառքի խանութներում, վաճառքի պայմանները, խանութի պայմանները, սանիտարական պայմանները եւ սա եւս մի քայլ է, որ մենք պիտի ապահովենք սննդամթերքի անվտանգության խնդրի լուծման մեջ։ Այսօր մենք ունենք բանիմաց անասնաբուժ մասնագետի կարիք եւ դա գնալով ավելի ու ավելի է կարեւորվում, քանզի պրակտիկան դրական նկարագիր չունի։ Եթե մենք այսօր լուսաբուծության մեջ մեզ մոտ նկատվում են ճգնաժամային իրավիճակի հաղթահարման միտումներ, ապա անասնապահության բնագավառում նման բնութագրություն դեռևս չեն կարող տալ։ Իսկ դա նշանակում է, որ եթե մենք անասնապահության մեջ արդյունավետ աշխատանք չկատարենք, ապա վաղը բուսաբուծության բնագավառի ցուցանիշները նվազելու են։ Կարճ ասած, անասնապահություն հանդիսանում է գյուղատնտեսության նամանավանդ մեզ մոտ զարգացման շարժիչ ուժը եւ ամենից կարեւորը մենք շեշտը դնելով անասնաբուծության, անասնապահության զարգացման կլուծենք այս տարիներին ձևավորված ամենացավոտ խնդիրը դա ցանկաշրջանառության հարցն է։ Այսինքն եթե մենք զարգացնում ենք անասնապահությունը, հնարավորություն է ընձեռվում ավանդություն դարձած մոնոկուլտուրաներից ազատվելը եւ ապահովել ցանկաշրջանառությունը, ապահովել բարձր բերքատվություն, ապահովել եւ հողի արդյունավետությունը։ Ամեն օր շրջաններից մայրաքաղաք է ներկրվում մեծ քանակությամբ մսամթերք ու կաթնամթերք, որի մի զգալի մասը սպառողին է հասնում առանց ստուգման, իսկ փողոցային վաճառքը չնայած վերահսկվում է, բայց օրեցօր թափ է ստանում։ Միանշանակ պետք է կարգավորել սննդի անվտանգության հարցը եւ սա պետք է արվի անասնաբուժերի անմիջական հսկողությամբ։ Գյուղնախարարը անհանդուրժելի համարեց փաստը, որ անասնաբույժների աշխատանքում այսօր բազում թերացումներ են նկատվում։ Գյուղացուն իր արտադրածը իրացնելու հնարավորություն տալով հանդերձ, համայնքներում գործող մասնագետները պետք է պատշաճ կերպով կազմակերպեն գործընթացը, այլապես մենք կկանգնենք ավելի տխուր փաստերի առաջ, համոզվածություն հայտնեց գյուղնախարարը։ Շրջաններում, հատկապես անասնաբուժական սպասարկումը ճիշտ դրվածք չունի։ Կառավարությունը այն բարելավելու համար նոր քայլեր է մշակել։ Այս տարվանից, ինչպես գիտենք, կրկնակի ավելացել է անասնաբուժերի աշխատավարձը։ Շրջաններում կառուցվում են անասնաբուժական լաբորատորիաներ։ Պետք է արմատավորվի պատասխանատվությունը, այսուհետ անասնաբուժերն ու նրանց աշխատանքը կլինեն ուշադրության կենտրոնում։ Ցանկացած նախաձեռնություն, պետական աջակցություն իրեն նպատակին չեն հասնի, եթե դրանք ապահովված չլինեն համապատասխան անասնաբուժական ծառայությամբ։ Հենց այստեղ է, որ մեզ համար անչափ կարևորում է անասնաբուժի մասնագիտական աշխատանքը։ Ելնելով դրանից այս տարի, ինչպես գիտենք, մեր առաջարկությամբ կառավարությունը 50%-ով բարձրացրել է անասնաբուժների աշխատավարձը։ Բացի դրանից մենք նպատակ ունենք հանրապետության համայնքները պարբերաբար համալրել agrarային համալսարան ավարտած նոր երիտասարդ մասնագետներով եւ ասեմ, որ արդեն կա պայմանավորվածություն ձեռք բերված agrarային համալսարանի մասնաճյուղի Ստեփանակերտի մասնաճյուղի տնօրենի հետ եւ արդեն սկսվել է 2012 թվականի այսպես ասած մի ծրագիր համատեղ մեր անասնաբուծության վարչության հետ շրջում են մեր շրջանների տարբեր համայնքներ, հանդիպում են դպրոցներում
ավարտական դասարաններում եւ ներկայացնում են մեր քաղաքականությունը, մեր ասենք անելիքները, որպեսզի երիտասարդների մոտ համայնքներում առաջանա սերը դեպի ագրարային համալսարանի այս կամ այն մասնագիտությունը կամ անասնաբուժության կամ ասենք ագրոնոմիա եւ ասեմ որ այսօրվա մեր անասնաբուժների մեծամասնությունը դուք եք քաչ տեղյակ 60-ից ավելի տարիք ունեցող մասնագետներ են եւ մենք լրջորեն պետք է մտածենք նաեւ նրանց արժանի փոխարինողներ պատրաստելու մասին։ Այսօր հանրապետությունում գործող բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդգծված է կադրերի պատրաստման կարևորությունը։ Անելիքներն այս ուղղությամբ շատ են։ Գյուղատնտեսության, մասնավորապես անասնապահական բնագավառում մասնագետների բացակայությունը միշտ բերելու է թերացումների։ Գիտակցելով սա, այսօր նախարարության կողմից մեծ աշխատանքներ են տարվում պոտենցիալ կադրերի ներգրավման ուղղությամբ։ Նախարարների մակարդակով այդ պայմանավորվածությունը, որպեսզի հանդիպումներ կայացվի դպրոցներում եւ արդեն մեր ագրարային համալսարանում ներգրավենք ավելի շատ ուսանողություն, բազմիցս հանդիպել ենք Ղարաբաղի մի շարք դպրոցներում, Մարտակերտի շրջանում, Հադրութի շրջանում 3 դեպք գնացել եւ 10-րդ, 9-րդ եւ 12-րդ դասարանի աշակերտների հետ հանդիպելով նրանց բացատրում ենք գյուղատնտեսության կարևորությունը, կառավարության կողմից կատարվող բոլոր աջակցությունները եւ ամեն դեպքում ինչքան կարողանանք շատ կոնտինգենտ հավաքենք ագրարային համալսարանում, նրանցից կարելի է արդեն որակ ձևավորել եւ այդ որակը արդեն ներգրավել վաղը մեր աշխատանքներում։ Եվ այսօր ադրությամբ կառավարության կողմից կատարվող աշխատանքները շատ կարելի է բարձր գնահատել։ Անասնաբուժական 5-րդ կուրսից ավարտական կուրսից 3 ուսանող գերազանց գնահատականներով ավարտել են, որից մեկը արդեն անասնաբուժական ծառայությունում աշխատանքի է ընդունվել։ 2 ուսանողներ էլի գերազանց գնահատականներով արդեն ինձ մոտ են հաճախում, էլի որպես աշխատանքով ապահովելու նպատակով եւ ինձ թվում է, եթե այդ մոտեցումները միշտ կազմակերպվի եւ քանակից որակ ընտրենք, այդ դեպքում արդեն աշխատանքները բարձր մակարդակով կիրականացվի եւ յուրաքանչյուր տնտեսություն, յուրաքանչյուր բնագավառ գյուղատնտեսության ահագին առաջընթաց կապահովի։ Այսօր համատեղ ուժերով ամեն ինչ պետք է արվի մեր երկրի գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը նպատակին հասցնելու համար, իսկ անասնապահության ճյուղը այն հիմնաքարն է, որի վրա պետք է նախ եւ առաջ հենվել։ Սրանով է պայմանավորված մյուս ճյուղերի զարգացումը։ Հանրապետությունում պետք է նաև կայուն հակահամաճարակային իրավիճակ ապահովել, ինչն այսօր լիարժեք չի արվում։ Դրա մասին են փաստում հայտնաբերված բրուցելոզ հիվանդության դեպքերը։ Անասունները տեղում մորթվել են, անմիջապես վերացվել է տվյալ հատվածում, որտեղ որ պահվում է այդ ենթարկվել է ախտահանության։ Իսկ մնացած համայնքներում հունվար եւ փետրվար ամիսներին քոշորյա ջրավորներից 3000 գլուխ ստուգել ենք, արանքնություն ենք կատարել բրուցելոզի նկատմամբ եւ նույն քանակությամբ 3.5 մանր ջրավորներից։ Հայտնաբերված գլխաքանակը կոնկրետ խոշորի մոտ եղել է Բերթաշենի տարածքում, այդ մողալու կոչվող տեղամասում, որտեղ պահվում է մի քանի մարդկանց, ասենք ֆերմերային տնտեսությունա, տենց համակցված պահում են։ Այդտեղ հայտնաբերել ենք եւ ենթարկել ենք սպանդի այսօր ադրությամբ էլ արանքնությունը շարունակվում մնացած համայնքներում։ Գյուղնախարարը սա աններելի համարելով մասնագետներին հրահանգեց խստացնել ամենամյա կանխարգելիչ պարտադիր միջոցառումները։ Հիվանդության նման դեպքերը բացառում են մեր շուկաներում վաճառվող մսի լիարժեք անվտանգ լինելու հանգամանքը։ Անհրաժեշտ է մեկ առ մեկ ստուգել մսավաճառման կետերը։ Այն, որ այս հարցերում թերանում են, խոստովանեց նաև անասնաբուժական եւ անասնապահական պետական տեսչության պետը։ Իրոք շատ անելիքներ ունենք այդ բնագավառում։ Եթե վերցնենք մեր համայնքի անասնաբուժներին, նրանք կարծես թե միանգամից դարել են վակցինատոր, բայց ոչ, նրանք մեր բոլոր պետական ծրագրերի իրականացնողն են հանդիսանում համայնքներում, կոնկրետ անասնապահության ոլորտում։ Նրանք պետք է այն ուժը լինեն, որոնք պետք է այդ ծրագրերը իրականացնեն համայնքներում։ Սակայն այո, կա, պարոն նախարար, այդ անտարբերությունը կա եւ արդեն մենք կմշակենք միջոցառումներ, որպեսզի ել ավելի աշխուժանա անասնաբուժական այդ սպասարկումը։
Եվ այս ամեն աջակցություն պետության կողմից մեզ պարտադրում է, որ առավել եւս մենք պետք է լինենք ուշադիր, առավել եւս պետք է լավ աշխատենք։ 11 թվականին կարելի է նշել, որ հագանասնաճարակային իրավիճակը հանրապետությունում կարելի է նշել, որ եղել է կայուն, որովհետեւ մեզ մոտ վարակիչ հիվանդությունների բռնկման դեպքեր չեն եղել, խոշորերջանասունների մոտ ընդհանրապես ճիշտ է, մենք ունենք բրուցիլոզ հիվանդության օջախներ, մեզ մոտ գրանցվել են աֆրիկյան ժանտախտ հիվանդության մի քանի դեպքեր, բայց արդեն համեմատական քչացել են, ու դա նաև պայմանավորում է նրանում, որ շատ նվազել է նաև խոզերի գլխաքանակը։ Պետք է այդ ուղղությամբ նույնպես աշխատել, պետք է բնակչության հետ իրոք բացատրական աշխատանքներ տանել, որ չի կարելի վախենալ հիվանդությունից, այլ պետք է անել այն, ինչ պահանջվում է մասնագետի կողմից, մեկուսացված, պահված եւ այլն, բացատրել, որպեսզի ժողովուրդը նորից սկսեն զբաղվել խոզաբուծությամբ։ Այս տարի մեր Քաշաթաղի շրջանում անասնագլխականը գտնվում է հույզված վիճակում, այսինքն իրանք բավարար քանակությամբ կեր չեն հայտայտե։ Հիմա մենք հրաժարվում ենք վակցինացիաներ կատարել, որովհետև շատ հույզված են, եթե մենք կատարենք, դրանք անգման ենթակա կլինեն։ Ես անձամբ եղել եմ մեր դիցմայի երկրորդում, որտեղ ունենք 2800 գլուխ ոչխարներ, ստուգել ենք ոչխարների առողջական վիճակը, այնտեղ դեպքեր եղել, որ տնտեսային ոչիլներ են եղել, ախտանիչ միջոցներ ենք տրամադրել կատարելու համար։ Եղել են Քարինտակում, այդ մեր Ղապանինկից գյուղը, դեռ անգումներ տեղ ունեցել խոզերի գլխականակի մոտ, որոշ մարդիկ բաստուած, մենք միշտ էլ պարբերաբար իրանց բացատրում ենք։ Կար մեր վարչակազմի ղեկավարի որոշումը, որ խոզերը պետք է միշտ լինեն պահված վիճակում, իսկ իրանք բացում են, նախկինում այնտեղ տեղեր էր ունեցել Սիբիրախտի, աֆրիկական ժանդախտի դեպքեր։ Մեզ բացեր ունենք նաև անասնաբուժասանիտարական հսկողության ոլորտում։ Մենք բացեր ունենք անասնագլխականակի շարժի հսկման այդ աշխատանքում։ Մի հիվանդ կենդանի կարող է մի ամբողջ գյուղ վարակի։ Այդ իսկ պատճառով պետք է շատ խիստ լինել այդ հարցերում։ Անասնագլխականակի շարժը, գյուղ ներմուծելը, գյուղից հանել անպայման դա պետք է կատարի անասնաբուժի հսկողության տակ։ Իհարկե, դա նորություն չեմ ձեզ համար ասում, բայց այս մասում մենք իրոք շատ մեծ անելիքներ ունենք։ Պետք է շատ կարճ ժամկետում ամեն ինչ անել, որպեսզի այդ հսկողությունը ուժեղանա։ Մասնագետների հարցում նույնպես մենք անելիքներ ունենք։ Պետք է նորից շրջանավարտների հետ հանդիպել, ամեն մեկը ձեր շրջաններում իհարկե մեզ հետ միասին հանդիպենք, բացատրենք։ Ճիշտ արդեն սա մի մեծ խթան, ասենք աշխատավարձի բարձրացում, որ վաղը կարող են, ասենք շրջանավարտները ցանկություն հայտնեն անասնաբուժական ֆակուլտետում սովորելու համար։ Եվ պետք է իհարկե արդեն կամաց լավ սովորող կիրթ աշակերտներ ընդգրկել այդտեղ, որովհետև դա գաղտնիք չէ, որ այսօր ավարտում են շատ ցածր ուսման մակարդակով մասնագետներ, որոնք ճիշտն ասած չեն կարա արդարացնել, չեն կարող կատարել մեր ծառայության առաջ դրած խնդիրները։ Մենք իհարկե առաջիկայում կաշխատենք, որ այս բացերը շտկենք եւ ել ավելի արդյունավետ աշխատենք, որովհետեւ գյուղացու համար իրեն մի կովը դա մի մեծ հարստություն է։ Իր աշխատանքներում ծուլանում է անասնաբույժը, նշանակում է արագորեն ավելանում են հիվանդությունները, ինչն էլ հանգեցնում է հանրապետության անասնագլխականակի կրճատման։ Այնինչ պետության քաղաքականությունն այլ նպատակներ ունի։ Այսօր գործում է անասնավարկերի մի ամբողջական շղթա, շուտով կվերսկսվի նաև խոզաբուծության վարկավորումը, հայտարարեց Անդրանիկ Խաչատրյանը։ Դուք պետք է կատարեք ամենամյա կանխարգելիչ պարտադիր միջոցառումներ։ Այդ միջոցառումների, ինչպես նաև անասնաբուժական ծառայության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով պետության կողմից ձեռնարկվել են մի շարք կարևոր քայլեր, սակայն այդ քայլերը ցանկալի արդյունք չեն տա, եթե դրանց հիմքում դրված չլինի ձեր պատշաճ աշխատանքը։ Ձեզանից պահանջում է աշխատանքային հստակ կարգապահություն։
Անասնաբուժը պետք է կարգապահ ու պարտաճանաչ լինի, եթե մինչ այսօր ուշադրությունը նրանց գործի նկատմամբ քիչ էր, ապա այսուհետ ձեռնարկվող միջոցները խիստ կլինեն։ Հարգելի անասնաբուժական կայանի տնօրեններ, դուք ձեր անձնական օրինակով պետք է ճիշտ ուղղություն ու աշխատանք ոչ ցույց տանք ձեր ենթականներին, ինչ է կատարվում այսօր մեր, ասենք, անասնաբուժական կայաններում։ Անասնաբուժները, հաստիկային միավորները, զբաղեցնողները գրեթե, ասենք, ծանոթ չեն ժամանակակից նոր միջոցառումների իրականացմանը։ Այսպես տպավորություն է ստեղծում եւ նա մանավանդ այս մեր վերջին քայլից հետո, որ մենք բարձրացրել ենք աշխատավարձները եւ տպավորություն է ստեղծում մարդկանց մոտ, որ ինչի համար ենք բարձրացրել։ Ինչի համար այս անասնաբուժները շարունակում են իրենց անտարբերությամբ, իրենց, այսպես ասած, աշխատանքով անտարբեր մնալ իրենց աշխատանքների նկատմամբ։ Եվ արդեն մեզ մոտ հարց է առաջանում, արդյոք մենք ճիշտ ենք արել։ Իհարկե մենք ճիշտ ենք արել, քանի որ հասկանում ենք, որ անասնաբուժությունը սա կարևոր մեր գործառույթներից մեկն է գյուղատնտեսության մեջ, եւ դրանից կախված է հետագա, ասենք, աշխատանքները մեր անասնաբուժության զարգացման մեջ։ Իսկ ձեզ մոտ բացակայում է ակտիվ աշխատանք, այսինքն անասնաբուժները, եթե պլանային, այսպես ասած, միջոցառումների ժամանակ հանդիպում ենք։ Համոզմունքը կարծես ընդհանուր էր, անասնապահության բնագավառում պետության քաղաքականություն իրագործողը հենց անասնաբուժն է, ում աշխատանքն առաջին հերթին պետք է ուղղված լինի հենց հիվանդությունների կանխարգելմանը։ Եվ զուր չէ ասված, եթե բժիշկը բուժում է մարդուն, ապա անասնաբուժը փրկում է մարդկությանը։ Ավելի հեշտ է հիվանդությունը կանխել, քան զբաղվել դրա բուժմանը։ Սա պետք է մեր կարգախոսը դառնա ձեր անասնաբուժների, այսինքն մենք ավելի շատ պետք է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնենք։ Արցախի պայմաններում անասնապահությունն այն ճյուղն է, առանց որի գյուղատնտեսության համընդհանուր զարգացումն անհնարին է, նշանակում է երկրագործության եւ անասնապահության միջև պետք է համաչափ զարգացում լինի։ Այսօր մենք ունենք փորձի ու գիտելիքի պակաս, ինչն էլ շատ արագ պետք է լրացվի զարգացած երկրների հետ շփումների ու գործընկերության հաշվին։ Հենց նման անհրաժեշտությունից էլ ելնելով, վերջերս աշխատանքային այցով Իսրայելի Հանրապետությունում էր մեր երկրի պատվիրակությունը, որի կազմում էին ԼՂ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը, նրա առաջին տեղակալ Աշոտ Բախշյանը, Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Վահրամ Բաղդասարյանը։ Նշենք, որ այցը կազմակերպվել էր դեռևս անցած տարվա հոկտեմբերին ԼՂ գյուղնախարարության եւ Հայաստանի Հանրապետության ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնի միջև կնքված համագործակցության շրջանակներում։ Իսրայելում ստացած տպավորություններով, ձեռք բերված արդյունքներով մեզ հետ կիսվել է գյուղնախարարը։ Մենք հրավեր ստացանք Իսրայելի հանրային ճանաչում ունեցող Գալիլեայի կառավարման միջազգային ինստիտուտից այցելելու Իսրայելի Հանրապետություն, ուսումնասիրելու Իսրայելի գյուղատնտեսության զարգացման փորձը, անցած ճանապարհը։ Հնարավորություն ընձեռվեց լսելու Գալիլեայի ինստիտուտի գիտնականների ու պրոֆեսորների զեկույցները, ծանոթացանք գյուղատնտեսության զարգացման նկարագրին, գյուղնախարարության Իսրայելի կառուցվածքին ու դերին, ոլորտի վարվող քաղաքականության ու ֆինանսավորմանը եւ ոլորտին վերաբերող մի շարք այլ հարցերին։ Այդ ամենից մենք մի եզրակացության եկանք եւ մեկ անգամ եւս համոզվեցինք, որ ինտենսիվ գյուղատնտեսության միջոցով է հնարավոր ապահովել երկրի պարենային անվտանգության խնդիրը եւ միայն ինտենսիվ գյուղատնտեսությամբ կարելի է հասնել բարձր եւ հաջողությունների եւ բարձր ցուցանիշների ոլորտում, իսկ ինտենսիվ գյուղատնտեսության պայմաններից մեկը դա աշխատուժի եւ նոր տեխնոլոգիաների ճիշտ օգտագործումն է։ Մենք այո մեխանիզմները պիտի վերանայենք, աջակցության ձևերը պիտի վերանայենք, որովհետեւ այն ինչքան մենք հատկացնում ենք գյուղատնտեսությանը, սա քիչ չէ, բայց ակնկալվող արդյունքները դեռ մեզ չի գոհացնում։ Եվ այստեղ մեզ հուշում է, որ անելիքներ ունենք եւ առաջիկայում արդեն սկսված են որոշ ծրագրերի մշակումը, որը առաջիկայում մեզ հնարավորություն կտա ոլորտի այս կամ այն ճյուղը վերանայել եւ նոր մոտեցումներ ցուցաբերել։
Այս շրջանակներում պատվիրակության անդամները եղել են Իսրայելի մի շարք վայրերում, երկիր, որն ի դեպ ունի գերզարգացած գյուղատնտեսություն։ Այնտեղ նրանք հնարավորություն են ունեցել այցելել գյուղատնտեսական խոշոր ցուցահանդեսների, եղել են կաթնապարենային ժամանակակից ֆերմաներում, մանր ու խոշոր եղջերավոր անասնապահությամբ զբաղվող ընտանեկան ձեռնարկություններում, ծանոթացել կաթիլային ոռոգման եւ գինու արտադրության տեխնոլոգիաներին, մթերքների սառեցման ու պահպանման մեխանիզմին եւ այլ ժամանակակից ագրոգործընթացներին։ Ես գիտենք Իսրայելի Հանրապետությունը ձևավորվել է 1949 թվականին եւ ինչպես այնտեղ ներկայացրեցին այդ դասախոսությունների ընթացքում առաջին իսկ տարիներին նրանք բարենային լուրջ խնդիրներ ունեին, կարծես թե ժողովուրդը սովի մեջ էր եւ 10 տարի հետո նրանք ունեցան ճիշտ հակառակ պատկերը, մտածում էին արտադրանքի իրացման մասին։ Եվ այսօր այս 50 տարիների ընթացքում մի քանի ցուցանիշ ես ներկայացնեմ, Իսրայելի Հանրապետությունը գրեթե բոլոր տեսակի գյուղմթերքներով ինքնաբավարարում է ինքը իրեն եւ ավելին ասեմ, տարեկան 1.5 միլիարդ դոլարի գյուղմթերք է արտահանում տարբեր երկրներ եւ փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է կարճ ժամկետում 50-40 տարվա ընթացքում հասնել այդպիսի հաջողության։ Եվ ինչից պետք է սկսել ձեր դիտարկման։ Առաջին հերթին իհարկե դա մարդկային գործոնը եւ պիտի մենք փոխենք մեր վերաբերմունքը հողի նկատմամբ եւ ես նախորդ անգամ էլ եմ ասել հողի արժեքը դրա ռացիոնալ օգտագործման մեջ է։ Մենք պիտի ավելի ռացիոնալ օգտագործենք մեր հողը, որովհետև այն ինչ որ տվել է մեզ բնությունը, բացակայում է Իսրայելում խոսքս հողի մասին է, եւ նրանք անապատում այսօր ավելի բարձր բերքի ցուցանիշներ են ապահովում, քան թե մենք մեր այսպիսի հողի կառուցվածք ունենալով։ Ոչ թե տպավորվեցինք, այլ հասկացանք մեր առաջիկա անելիքների մասին, ինչպիսի լուրջ խնդիրներ մենք պիտի լուծենք եւ ինչ դեռ չենք կատարել։ Սա է ամենից կարևորը։ Եվ իհարկե, եթե խոսում ենք անասնապահության զարգացման մասին, այստեղ եւս մի քանի ցուցանիշներ ես կարող եմ բերել, նրանք տարեկան միջինը մեկ խոշոր եղջերավոր անասունից ստանում են 11-ից 12000 լիտր կաթ միջինը։ Մեր 2.5-3 հազարի դիմաց, որը մենք այստեղ ենք ստանում։ Այսինքն մենք ունենք ճյուղի զարգացման լուրջ խնդիրներ եւ առաջիկա մեր անելիքները հենց այս ուղղությանն է վերաբերվելու։ Ինչպիսի ծրագրեր մշակել, ինչպիսի նոր տեխնոլոգիաներ կիրառել, որպեսզի կարողանանք ապահովել, նորից եմ գրում, ամենից կարևորը մեր երկրի բարենային անվտանգության խնդրի լուծումն է։ Մեկ անգամ եւս հայտարարում ենք դրա մասին, որ գյուղատնտեսության զարգացումը առանց անասնաբուծության եւ երկրագործության համաչափ զարգացման անհնարին է։ Այստեղ եւս մենք անելիքներ ունենք։ Եվ իհարկե այդ այցելության ընթացքում ձեռք բերվեցին տեղի գործընկերների հետ պայմանավորվածություններ։ Իսրայել կատարած այցելությունն, ինչպես Անդրանիկ Խաչատրյանն է նշում, տեսակի մեջ առաջինը չի լինելու։ Խոսելով այցի արդյունքների մասին, վերջինս առաջին հերթին նշեց ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ենթադրում են հետագա համագործակցություն եւ փոխշահավետ շփումներ։